2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 26 թվականի աշնանը կհյուրընկալի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ COP17 միջազգային համաժողովը։ Վարչապետի որոշմամբ ստեղծվել էր կազմակերպչական հարցերով զբաղվող կոմիտե, իսկ 2025 թվականի հունիսին հայտարարվեց COP17-ի բրենդավորման բաց մրցույթ։ Մրցույթին մասնակցել են 5 կազմակերպություններ, իսկ գնահատող հանձնաժողովը գլխավորում էր ներկայիս շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Չնայած մյուսների զգալիորեն ավելի էժան առաջարկներին, հաղթող է ճանաչվել ամենաթանկ 55.7 միլիոն դրամի հայտ ներկայացրած դոպինգ ընկերությունը։ Մրցույթի արդյունքները դատարանում վիճարկել է Dream Communications ընկերությունը, մատնանշելով թափանցիկության և մրցակցության խախտումներ։ Դատարանը անվավեր է ճանաչել հայտերի գնահատման արդյունքները և դոպինգին հաղթող ճանաչելու որոշումը։ Դրանից հետո կառավարությունը մրցույթը հայտարարել է չկայացած գնման պահանջի դադարեցման հիմնավորմամբ։ Սակայն 2025 թվականի դեկտեմբերին բրենդավորման ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից գնման եղանակով։ Պայմանագիրը կնքվել է Doping Space ՍՊ-ի հետ, որը պատկանում է նույն սեփականատիրոջը, ինչ մրցույթում հաղթած դոպինգը։ Այսպիսով, մրցույթը դատարանի որոշմամբ չեղարկելուց հետո նույն սեփականատիրոջ ընկերությունը COP17-ի բրենդավորումը ստացել է առանց նոր մրցույթի։